Մարզիկալկաններ լավ թվում։ Այսօր Եզդիների ազգային միությունը եւ Եզդիների ազգային կոմիտեն կազմակերպել են մոմավառություն այստեղ Ազատության հրապարակում եւս մեկ անգամ վերհիշելու այդ չարաբաստիկ իրադարձությունը Եզդի ժողովրդի դեմ եւ 2014 թվականի օգոստոսի 3-ին իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը մուտք գործեց Եզդիական Իրաքի հյուսիսային մասում գտնվող Շանգալ տարածաշրջան եւ ցեղասպանության ենթարկեց տեղի եզդիների 600,000 եզդիներ իրենց հայրենիքում դարձան փախստականներ, 20,000 մոտ 20,000 եզդիներ զոհվեցին եւ դեռևս 3,500-ից ավելի եզդի կանայք եւ աղջիկներ դեռևս գտնվում են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման գերության մեջ։ Այսօրը եզդիների համար դարձավ սգո օր եւ այսօր ոչ միայն այստեղ Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ եզդիական համայնքներ գոյություն ունեն, իրենց բողոքի ձայնն են արտահայտում այս ոճրագործություն դեմ, որը տեղի ունեցավ եզդիների հանդեպ։ Որպես համաշխարհային հանրության անդամ Հայաստանը այն երկրներից էր, որ առաջինը եզդիների ցեղասպանության վերաբերյալ արձագանք հայտնեց, ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից դատապարտեց եզդիների ցեղասպանությունը, այս առումով շատ կարևոր է Հայաստանի կողմից կատարված քայլերը, մյուս կողմից մենք կարող ենք անել ավելին, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, ով մեկ անգամ արդեն տեսել է ցեղասպանություն, պետք է լինի այն առաջամարտիկներից մեկը, որը պետք է եզդիների ցեղասպանության թեման բարձրացնի, նամանավանդ եթե ունի եզդիական համայնք իր պետությունում։ Արվածը բավական մեծ է, բայց կարելի է անել ավելի։ Հիմա Սինջարում ինչ վիճակ է, ձեր հայրենակիցները այնտեղ ապահով են։ Սինջար շրջանը գրեթե ամբողջությամբ դատարկվել է, եզդիները հայրենազրկվել են։ Սա պետք է շեշտվի, որովհետև եզդիները կորցրել են իրենց պատմական բնորանը, որը որ ծայրահեղ վատագույն տարբերակն է եզդիների համար, այս պահին ունենք երկու տարբերակ, կամ եզդի ազգությունը ընդհանրապես մի քանի տասնամյակ հետո որպես ազգ ջնջվում է աշխարհի երեսից, կա նաև մեկ տարբերակ եւս, որ համաշխարհային հանրությունը եզդիների աջակցությամբ ստեղծում է եզդիական անվտանգության գոտի։ Սա շատ կարևոր է, որովհետև միայն եզդիական անվտանգության գոտու առկայության պայմաններում է հնարավոր պաշտպանել եզդիների անվտանգությունը։